Իմ կյանքի շարժիչ ուժը։ Ողջույն սիրելիս, դու դիտում ես Կենաց հաց հաղորդաշարը։ Ամեն մեկիս կյանքի մեջ շարժիչ ուժ կա։ Բարոյականները սահմանում են շարժիչ ուժը մի բան, որը առաջնորդում է, հսկում է եւ առաջ է տանում եւ ուղղություն է տալիս։ Որն է քո կյանքի շարժիչ ուժը։ Արդյոք մտածել ես դրա մասին, թե որն է այդ շարժիչ ուժը կյանքիդ մեջ։ Շատ մարդիկ առաջնորդվում են մեղքի զգացմունքով։ Փոխանակ այդ մեղքերը բերել Աստծո առաջ եւ ազատագրվեն եւ իրական ազատություն ստանալ, որ առաջարկում է Աստված, Աստծո հոգին, մեղքի զգացմունքով ապրում են իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Ափսոսում են այն ամենի համար, ինչ որ արել են, եւ այդ մեղքի զգացմունքը հանգիստ չի տալիս։ Եվ բնականաբար դա բեր է դառնում մարդու համար։ Շատ մարդիկ առաջնորդվում են զայրույթով եւ վրդովմունքով, այսինքն նրանք վիրավորմունք ունեն ինչ որ մեկի կողմից, վիրավորել են, նեղացրել են, միգուցե ընտանեկան պայմանների ընթացքում, միգուցե նաեւ մանկական տարիներում, դպրոցում կամ ուրիշ իրադարձությունների պատճառով, եւ այդ վիրավորանքը տանում են իրենց ամբողջ կյանքի ընթացքում, որը մեծ խնդիր է դառնում, հոգեբանական եւ հոգեվոր խնդիր է դառնում մարդու համար։ Միլիոնավոր մարդիկ առաջնորդվում են վախով։ Տարբեր պատճառների արդյունքում վախեր են առաջանում մարդու սրտի եւ հոգու մեջ, եւ այդ վախերը հանգիստ չեն թողում մարդուն։ Վախը կարող է լինել այն պատճառով, որ խիստ են վերաբերվել օրինակի համար ընտանիքի մեջ կամ դպրոցում, ընկերների շրջապատում, տարբեր պատճառներ կարող է լինեն, թե ինչու համար է մարդու սրտի մեջ վախ առաջացել։ Եվ այդ վախերը հետապնդում են եւ առաջնորդում են մարդուն իր ամբողջ կյանքի ընթացքում։ Շատ մարդիկ առաջնորդվում են նյութական բարեկեցության ցանկությամբ, այսինքն ցանկանում են հավաքել, կուտակել եւ հարստանալ, եւ իրանց կյանքի նպատակը բնականաբար միայն դա է։ Սա խնդիր է, որովհետեւ միայն շեշտ դնել ունեցվածքի վրա, նյութականի վրա, անպայման մի օր հոգու մեջ դատարկություն է առաջանալու։ Սա չի կարող լինել մարդու կյանքի նպատակը եւ չի կարող նամանավանդ հոգուն բավարարություն տալ։ Շատ մարդիկ առաջնորդվում են ուրիշների կարծիքներով եւ պահանջներով։ Ուրիշ խոսքերով, մարդը կարծես թե ընկնում է ուրիշների հսկողության տակ եւ ապրում է արդեն ոչ թե իր խելքով, իր մտածելակերպով, այլ ուրիշների ինչ կմտածեն իմ մասին, ինչ կասեն իմ մասին, անընդհատ մարդը ապրում է այսպիսի ահավոր մթնոլորտում։ Աստված իր խոսքի մեջ մեզ առաջարկում է նպատակաուղղված կյանք։ Նպատակաուղղված կյանքի առավելությունները։ Նպատակաուղղված կյանքը առավելություններ ունի։ Նպատակաուղղված կյանքի 5 կարևոր առավելություններ կան։ Եվ այս հաղորդման մեջ կուզենայի, որպեսզի ես եւ դու մենք խորհեինք դրա մասին։ Առաջինը, մեր նպատակը իմանալը կյանքին իմաստ է տալիս։ Երբ որ մարդ գիտի, թե ինչու համար է ապրում այս երկրի վրա, այդ կյանքը իմաստալից է դառնում։ Դու հասկանում ես ինչու ես այստեղ եւ ինչով պետք է զբաղվես, ուր ես ուղղել քո ոտքերը։ Երկրորդ, մեր նպատակի հասկացողությունը կյանքը դարձնում է ավելի հեշտ։ Փիլիսոփական այս հարցը, թե ինչու համար եմ ապրում, միանգամից փակվում է, միանգամից այս հարցը պատասխան է ստանում։ Եվ նպատակի հասկացողությունը կյանքը դարձնում է ավելի հեշտ, այսինքն դու ապրում ես, որովհետև դու գիտես, թե ինչու համար ես ապրում։ Երրորդը,
Մեր նպատակը իմանալը մեր կյանքին հստակ ուղղվածություն է տալիս։ Մենք գիտենք ուր ենք գնում, մենք գիտենք ինչ ենք անում եւ գիտենք ինչու համար։ Չորրորդը, մեր նպատակի գիտակցումը մեզ տալիս է կյանքում անհրաժեշտ մոտիվացիա։ Մոտիվացիա շարժառիթը շատ կարևոր է։ Որպեսզի մի նպատակի հասնես, անպայման մոտիվացիա է պետք։ Եվ շատ ժամանակ մեծ նշանակություն ունի, թե որն է մեր մոտիվացիան, երբ որ մենք անում ենք այս կամ այն բանը։ Եվ իմանալով մեր նպատակը, մենք ունենք ճիշտ մոտիվացիա։ Եվ հինգերորդը, մեր նպատակը իմանալը թույլ կտա մեզ թողնել հավերժական ժառանգություն։ Մարդ արարածը այնպիսին է, որ մենք ցանկանում ենք մեզանից հետո ինչ-որ ժառանգություն թողնել։ Շատ ժամանակ, երբ որ մենք ասում ենք ժառանգություն, ի նկատի ունենք նյութական ինչ-որ մի բան՝ տուն, փող, մեքենա եւ ուրիշ նյութական բաներ։ Բայց իրականության մեջ մենք չենք ապրում միայն դրա համար։ Այո, մենք հավաքում ենք, մենք կուտակում ենք մեր երեխաների համար, ինչպես Սուրբ Գիրքն է դրա մասին ասում։ Ծնողը հավաքում է իր երեխայի համար։ Բայց նյութական ժառանգությունը կարող է դա կարևոր է, բայց միայն դա չէ, որ կարևոր է։ Շատ կարևոր է հոգևոր ժառանգություն թողել։ Այսինքն ապրած կյանքից հետո հետք թողել այս երկրի վրա։ Անել բաներ, որոնք որ փառք կբերեն Աստծուն եւ ապագա սերունդներին օրհնություն կլինի, օգնություն կլինի։ Այս հոգևոր ժառանգությունը ավելի կարևոր է, քան նյութականը, թեպետ նյութականն էլ է կարևոր։ Ուրեմն մարդ երբ որ կտեղափոխվի հավիտենականություն եւ հոգևոր ժառանգություն կթողի, օրինակի համար գրած գրքեր, կթողնի երեխաներ, որոնց ինքը դաստիարակել է, իրանից հետո այդ հոգևոր արժեքները շարունակում են գործել։ Այս հոգևոր ժառանգությունը շարունակում է օրհնություն բերել սերունդների համար։ Որպեսզի դա լինի, իհարկե, անհրաժեշտ է հանդիպում ունենալ տիեզերքի ամենակարևոր անձնավորության հետ։ Հիսուս Քրիստոս է իր անունը։ Եթե մենք ուզում ենք իրապես կյանք ապրենք այս երկրի վրա, ապրենք նպատակաուղղված կյանք, այսինքն կյանք, որը լեցուն է նպատակով եւ որից հետո մենք կարող ենք հետ նայել եւ չափսոսել ապրած կյանքի համար, ուրեմն մենք պետք է փոխհարաբերություն կառուցենք Հիսուս Քրիստոսի հետ։ Գիտակցենք, որ խաչի վրա խաչված է Հիսուս Քրիստոս, որը իր կյանքը տվեց իմ եւ քո համար, մեռավ եւ հարություն առավ երրորդ օրը, այսօր կենդանի է, ողջ է եւ սպասում է յուրաքանչյուր մեղավորին, որ կմոտենա իրեն ապաշխարության աղոթքով։ Հավատալով Հիսուսին որպես անձնական Տիրոջ եւ Փրկչին եւ աղոթելով. Ով Աստված, ներիր ինձ իմ մեղքերը եւ թագավորիր իմ կյանքիս մեջ, իմ կյանքս դարձնելով նպատակաուղղված, որպեսզի ապրեմ իրապես նպատակաուղղված կյանք, ապրեմ կյանք, որը լեցուն է նպատակներով, փառք բերելով անվանդ եւ շինություն իմ 4 կողմը գտնվող ժողովուրդներին։ Ինչպիսին է այդ նպատակաուղղված կյանքը, ինչ է իրանից ներկայացնում։ Կշարունակենք խոսել այս մասին մեր հաղորդաշարի մեջ եւ թող Տերը ամեն մեկիդ օրհնի իր օրհնությամբ, որպեսզի կյանքի շարժիչ ուժը ճիշտ ուժ լինի մեկը, որը իրապես առաջնորդում է մեզ դեպի հավիտենականություն, առաջնորդում է մեզ դեպի Աստծո թագավորություն, առաջնորդում է մեզ դեպի հոգևոր արժեքները, առաջնորդում է մեզ դեպի մնայունը, դեպի հավիտենականը։ Շնորհակալ եմ սիրելիներ ձեր ուշադրության համար, Տերը օրհնի ամեն մեկիդ եւ ձեր ընտանիքները։ Մինչ նոր հանդիպում։